անցնենք 10-ին։ Անցնենք 10-ին։ Շատ լավ։ Միջև թեմայի շարունակությանը անցնելը, երեխեք ջան, հարցեր ունեք։ Հա, ունեն հարցեր, բանը չէ, ուր Անդրանիկ հարցդ։ Անդրանիկ ջան, լսում եմ։ Չես հիշում։ Ես հիշեմ։ Իմ հարցը չէ, ձերն են, ես լուծեմ։ Դու չէ, քո Այն մարդը։ հա, որ ոնց իմանա, որ մարկին անի։ Առաջի մարկին անի, թե վերջի մարկին անի։ 10-րդ առաջին դրանքին։ 10-րդը նոր առաջադրել։ Պիտի բացատրես, դրանք էլ են ափալ-թափալ։ Հա, չէ, հիմա դա կանցնելու ենք, պետք չէ վրազել, էլի հիմա դա կանցնենք։ Հիմա էկրանը կիսեմ ու մի անգամից անցած 10-ին, որը որ Ոչինչ, երեխեք ումը չի բացում, ես էլ եմ սենց նայում, խնդիր չի, ավելի լավ որ չի բացում, կնայեք զուգահեռ կանեք կոլաբով, այդ փակի, կոլաբդ բացի։ տեսնում եք իմ էկրանը։ Այո, տեսնում ենք, չեք տեսնում, քեզ ենք տեսնում։ Ինձ եք տեսնում։ Այ հիմա տեսնում ենք։ Ինչն եք տեսնում։ Շատ պուճուր շրիֆտով տեսնում ենք կոլաբը պայմանի օպերատորը։ Հա, ահա, շատ լավ, չէ, մեզ պետք չի դեռ, մենք կանցնենք լիստերին, երևում է պրեզենտացիան։ Երևում է պրեզենտացիան, մենք նոր այդ պրեզենտացիայի վրայով կակրած նորից անցնում էինք։ Էդգար ջան, հեռախոսները, բոլոր հեռախոսները ստեղ, ուշադրությունը դեպի էկրան, երեխեք ջան։ Երեխեք ջան, հիշում եք, չէ, նախորդ անգամ լիստերի հետ գործողություններն էինք նայում ու նայեցինք, սկզբից մի հատ կրկնելով գաք, նայեցինք ոնց ենք լիստ սահմանում, լիստերի ինդեքսացիան նայեցինք սկզբից ու վերջից։ Միակ հարց ունեմ, ինդեքսացիան վերջից, ինչա նշանակում, որ կարելի է անել վերջից է։ Եթե ես ունեմ ցուցակ, հա, ունդեր դրանք թվեր։ Ահա։ Պիտի ես դեպի 0-ից են կոմ անեմ, ոչ թե 0-ից այս կոմ անեմ։ Ինչի է դա մեզ պետք գալու, որտեղ է դա պետք գալու։ Նայեք, մենք կարող ունենանք լիստեր, որոշ չափերը չգիտենք ու մենք ուզում ենք վերջին էլեմենտների հետ գործ անել, մենք չափը քանի որ չգիտենք, չենք կարողանա վերջին էլեմենտին հասանելիություն ունենալ։ Հասկացա։ Մեր գործը հեշտացրել են, էլի։ Ասեցի, որ կարող ենք լիստերում փոփոխություններ կատարել, քանի որ տվյալների տիպերը փոփոխվող են լիստերում, դատարկ լիստերը, մի քանի ֆունկցիաներ նայեցինք, որոնք օգտագործում ենք լիստերի հետ, գործողությունների օպերատորները, սլայսինգը լիստերի ու համեմատությունները։ Հասանք մեթոդներին, մենք միասին նայել ենք, որ մեթոդներ օգտագործել ենք թվերի հետ, մաթեմատիկական մեթոդներ ենք օգտագործել, այստեղ էլ օգտագործում ենք մեթոդներ, որոնք էլի հեշտացնում են ծրագրավորումը ու ավելի օգտակար, ավելի արագ է այս մեթոդներով աշխատել, քան կոդեր գրել, որոնք նույն գործողությունները կկատարեն։ Առաջին մեթոդը append-ն է, որը նշանակում է միացնել, հա, մեթոդ ու հիշեցնեմ մեթոդ ոնց ենք օգտագործում, փոփոխականի անունից հետո դնում էինք get, գրում էինք մեթոդի անունը, մեթոդի անունից հետո դնում էինք փակագծեր ու այդ փակագծերում արդեն գրում էինք, թե ինչ ենք ուզում տեղի ունենա։ Հիմա ասեմ, append-ը մեր լիստի վերջից միացնում է նոր տար, կապ չունի, այդ տարը կարող է լինել TIFF, text, boolean փոփոխական, այլ list կամ այլ տվյալների տիպեր, որոնք հետագայում կանցնենք։ Այստեղ կարևոր է հիշել, որ append-ը միայն վերջից է ավելացնում։ Այսինքն ամեն անգամ append անելուց լիստի վերջում է ավելանալու նոր տարը։ Հիմա օրինակով նայենք։ Ես մեծացնեմ, լավ երևում է այսպես։ Այսպես երևում է, հա։ Տեսեք, ես ունեմ Տեսեք, ես ունեմ լիստը, տպեցի 2, 4, 6, 8 ու append-եմ արել 10-ը, ինքը լիստի վերջում ավելացնում է 10-ը։ Հիմա մեկ այլ բան append անեմ, օրինակ բառ, հա, Python։
ու print անեմ։ Տեսեք 10-ից հետո արդեն ավելացրեց փայտը։ Ու այսպես շարունակ։ Այս գործողությունը կարելի է անվերջ անգամ կրկնել, որևէ խնդիր չի առաջանա։ Հիմա շատ տրամաբանական հարց է առաջանում, եթե մենք ուզում ենք ոչ թե վերջից, այլ լիստում որևէ տեղ ավելացնենք նոր տար, էլի կապ չունի, տեքստ կլինի, թիվ կլինի, թե մեկ այլ լիստ կլինի, դրա համար օգտագործում ենք insert մեթոդը, որը տեսնում եք edge-ի վերջում, կրկին գրում ենք մեթոդի անունը, փակագծեր ենք դնում, գրում ենք այն ինդեքսի համարը, որտեղ որ ուզում ենք մեր նոր տարը հայտնվի ու գրում ենք նոր տարը։ Այս դեպքում մենք ուզում ենք, որ երկրորդ ինդեքսում գրվի new բառը։ Հիմա նայենք էլի օրինակով։ Անեմ ես։ Insert, երկրորդ լիստում, insert անեմ, օրինակ երկրորդ։ Տեսեք, երկրորդ ինդեքսում գրվեց new բառը։ Ու այստեղ որ ինդեքսը տամ, ինքը այդ ինդեքսում էլ կգրի։ Սա էլ որ հասկանանք, որտեղ պետքա ավելացնենք, որ կարողանանք ներսում փոփոխություններ կատարել, ոչ թե վերջից։ Ու հակառակ գործողությունը, լիստից տարեր հեռացնելու գործողությունը, էլի երկու մեթոդ ենք օգտագործում։ Առաջինը remove-ն է, որը նշանակում է թարգմանաբար հեռացնել, ու ջնջում է էլեմենտը ըստ արժեքի, այսինքն, երբ որ մենք մեթոդը գրում ենք, փակագծերը դնում ենք, փակագծերի միջում դնում ենք թիվ, ինքը այդ թիվն է գտնելու ու ջնջի, իրեն հանդիպած առաջին թիվը ջնջելու է, ոչ թե ինդեքսը, այլ թիվը։ Հիմա տեսեք, ես այստեղ ունեմ այս insert-ը ջնջեմ, ունեմ հետևյալ լիստը 2, 4, 6, 8։ Եթե ես remove անեմ, երկուսը, ու նորից տպեմ, տեսեք ինքը երկու թիվը հեռացրեց։ Եթե ես այստեղ նորից երկուս գրեմ, տեսեք ինքը միայն առաջին հանդիպածն է ջնջում։ Առաջին հանդիպած այդ թիվը ջնջում է, իսկ եթե այնպիսի թիվ եմ գրում, որ չկա մեր լիստում, ծրագիրը սխալի մասին է ասում է, որ այդ x-ը գոյություն չունի լիստում։ Ու մեկ այլ ջնջման տարբերակ pop-ն է, որը ջնջում է լիստի, եթե իրեն որևէ պարամետր չենք տալիս, ջնջում է լիստի վերջից, իսկ եթե պարամետր ենք տալիս, այս դեպքում արդեն տալիս ենք ինդեքսը, իրեն ասում ենք, թե որ երրորդ տարը ջնջի։ Եթե remove-ը աշխատում էր արժեքների հետ, pop-ը աշխատում է ինդեքսների հետ։ Հիմա ուղղակի ու մեկ առանձնահատկություն ունի pop-ը, եթե ես տեսեք գրել եմ nums get pop, բայց որևէ print չեմ արել, ինքը ինձ վերադարձնում է, թե ինքը ինչ տարա ջնջել լիստից։ Եթե ես հիմա տպեմ, կտեսնեք, որ ինքը իրոք ինքը այլ ցույց չի տա, բայց եթե print չգրեմ, ին վերջին հրամանը լինի pop-ը, ինքը ցույց է տալիս, թե որ տարն եմ ջնջել։ Հիմա տպեք։ Այդ մասը չէինք հասկանում, Անդրանիկ։ Հիմա տեսեք 4, 6, 8։ Իսկ եթե այստեղ իրան տամ որևէ ինդեքս, նշեմ երրորդ ինդեքսը, էլի երկուսն է խնդրում, նշեմ երկրորդ ինդեքսը, ինքը տեսեք 8-ը վերադարձրեց ու 8-ը ջնջել է։ Հիմա ես նոր լիստը նայեք, ստացվեց, որ ջնջեց լիստը, լիստից 8-ը։ Ու մեկ այլ մեթոդ էլ միանգամից նայենք, այդ լիստը ամբողջությամբ մաքրելու մեթոդն է, նշանակում է գրվում է clear, որը թարգմանաբար նշանակում է մաքրել, ու ինքը ամբողջությամբ դատարկ լիստ է վերադարձնում մեզ։ Տեսեք, արդեն լիստը լրիվ դատարկվեց։
Copy-ով մենք կարող ենք մեր լիստը պատճենել, հետագայում օգտագործելու համար, այստեղ մի քիչ ավելի բարդ գաղափարներ կան copy-ի հետ կապված, դրանք մեզ պետք չեն, մենք ուղղակի իմանանք, որ եթե ես ունեմ այս լիստը ու ուզում եմ այն վերագրել այդ լիստը, համս get copy կանեմ, այսինքն իմ լիստը կպատճենեմ ու կպահեմ այում, հիմա եթե ես print անեմ ան, տեսեք, որ լրիվ նույն լիստն է։ Համից կհասկանա, հա։ Լրիվ նույն լիստն է ինքը պահում իր ներսում։ Եթե օրինակ ես ուզում եմ, որ սկզբնական լիստին որևէ բան չլինի, դա copy կանեմ, դրա հետ կաշխատեմ։ Այնուհետև count մեթոդը թույլ է տալիս հաշվել, թե նշված արժեքով էլեմենտ քանի անգամ է կրկնվում լիստում։ Օրինակ, եթե ես տպեմ agent count 2-ը, ինքը կասի, թե 2 քանի հատ կա լիստում, 6 քանի հատ կա, իսկ եթե այնպիսի թիվ եմ գրում, որ չկա, ինքը ուղղակի 0 է վերադարձնում։ Ու եթե ես ունեմ որևէ արժեք եւ ուզում եմ հասկանամ, թե ինքը որ ինդեքսի տակ է գրված, եթե ես տամ այնպիսի արժեք, որ չկա, ինքը ինձ սխալ կվերադարձնի, սխալի մասին տեղեկատվություն, իսկ եթե օրինակ 4-ն եմ, ինքը ասում է 4-ը առաջի ինդեքսի տակում է, առաջի ինդեքսում է։ Եթե ես 2-ը տպեմ, ինքը ինձ կասի առաջի 2-ի տեղը։ Սա էլ է պարզ։ Ու reverse մեթոդը, որը ընդհանրապես շուռ է տալիս լիստը, եթե ես agent reverse անեմ, մի քվարկյան։ Չէին վերագրեմ օրինակ agent reverse-ը, 8-ին տպեմ, Տպեց։ հա, նա տպում ես հասկանամ ինչ նախնդիր է։ Ես հեսա կնայենք, բայց սորտավորման պահով նայենք, այդպես կաշխատի, եթե ես նախորդ անգամ նայեցինք, չէ, սորտավորման ֆունկցիան, եթե ես անեմ sorted nums-ը, հիշում ենք, չէ, ուղղակի դասավորում էր աճման կարգով իմ լիստը։ Իսկ հակառակը նվազմանը, ես այստեղ կօգտագործեմ sort մեթոդը արդեն։ Ու իր մեջ կասեմ reverse-ը հավասար է հյուր։ Այսինքն, ոնց որ շրջելը ճիշտ է, բայց ես չեմ հասկանում ինչի է նան տպում։ Չի ուզում reverse անի, reverse կամ փչացել է։ Երեխեք, ես չտեսա ստեղ հեռախոսներ, այն շարքի նստածները։ Մի խոսքով, ես էլ հակառակն է տպում, ես մի հատ կհասկանամ ինչ նախնդիրը, կարող է ինչ-որ ծրագրային է։ Բայց իմ գծած կոդերում կան դրանց օրինակներ։ Տեսեք, այստեղ էլ ունենք, նորմալ աշխատում է։ Այս մասից հարցեր։ Ունեք հարցեր, երեխեք այս մասից, չունեմ։ Ես նայեցի ձեր տնային աշխատանքները 5-րդ դասի, այսինքն input-ի հետ կապված,
5 աշխատանքեր, 5-ն էլ լավ գրված էին, եւ որոշ թերություններ կային, ես միանգամից աշակերտներին ուղարկել եմ, հա, թե գնահատականներն ինչից են պակասել, ընկեր Սամվելյան, իրանք եթե բացեն իրանց ծրագրերը, մուդլները կտեսնեն, հա, ես համ գնահատել եմ, համ ֆիդբեքեր եմ տվել, թե ու մոտ ինչ մաս կար։ Աննա ջան, ինչի է 95, որ նայես կտեսնես։ Անայինը, եթե ճիշտ եմ հիշում, 5-րդ խնդրում ինքը ինչ որ ավել բան էր գրել ու այդ ավել բանը սխալ էր գրել, դրա համար եմ հանել 5 միավոր։ Իսկ մենք 5-րդը այսօր ուղարկել են չեք նայե Լիաննայինը։ Այս իմ ստուգելուց հետո է ուղարկվել։ Չէ։ Մինչև ուղարկվել Ուրեմն նայեք հետո։ Ուրեմն նայել եմ։ Ուրեմն Լիաննա ջան, կարող է չգիտես ոնց նայես գնահատականը։ Հա։ 80 սխալարը։ 80 է սխալարը, ինչը որ չէի պատկերացրել։ Չէ, դիանցած։ Այդ անցածում էր։ Հա, նախորդ, սա չեմ ստուգել, քանի որ թեմայի կեսը նախորդ դասին կիսատ մնաց, դրա համար։ Հա, բայց գիտեք, բոլորը AI տեղը արդեն գիտեն։ Մի քիչ ձեր ֆայլը նայեցին, մի քիչ Հա, զգացվում է։ հարցրեցին ու հարցերին լուծում տվեցին։ Չէ, իրենց գրելուց զգացվում է, ով է AI-ից օգտվում, ով չէ, ասեցիք Անային գնահատել եմ, Անան էլ է 95 ստացել։ Շնորհակալություն, որ տենց հետևում եք մեր աշխատանքներին։ Անպայման, թեստերն էլ եմ տեսել, որ Ճիշտ լրացրել ասած, թեստը չմտածեցինք, որ պիտի անենք, պատահական պիտի անեինք, հա, կանենք։ Հա, արեք, դուք քանի որ ասեցիք, որ տնայիններն եք անում միասին, ես դրա համար չասեցի, որ թեստն եմ լրացնեք, բայց հաջորդ ժամին արդեն միանգամից լրացրեք, կանենք, միասին կանենք։ Մինչև մյուս դասը կանենք։ Շատ լավ, հիմա առաջ գնանք Python-ից, այս արդեն նայելու ենք պայմանի օպերատորները, ավելի հետաքրքրանում է մեր ծրագրավորումը, այստեղ, քանի որ այս պայմանի օպերատորները ու հետո նաև կանցնենք ցիկլերը հիմնական մասն են Python-ի ու հիմնական աշխատանքները դրա հետ են կատարում։ Հիմա ասենք պայմանի օպերատորը ինչ է պայմանը նախ ծրագրավորման մեջ, պայմանը որևէ հարց է, որը ունի Երեխեք ջան, այս շատ կարևոր կետ է ծրագրավորման մեջ։ Հիմա ուշադիր լսեք, եթե ինչ-որ մի բան նենց չի, միանգամից հարցնեք, հարցերը տվեք, այո։ Շատ կարևոր է այս։ Նայենք ինչ է պայմանը ծրագրավորման մեջ, պայմանը հարց է, որը ունի պատասխան երկու տարբերակ, հա, կամ ճիշտ է, կամ սխալ է, այսինքն true ու false է, նու օրինակ դա կարող է լինել համեմատությունները, հա, 5-ը մեծ է 3-ից, կամ 10-ը հավասար է 7-ի, մեկը true է, մեկը false է, age-ը մեծ կամ հավասար է 18, սրա պատասխանը արդեն կախված է age արժեքից։ Պայմանական արտահայտությունները այսպիսի արտահայտություններ են, ու հիմա մենք քննարկենք, թե դրանք ինչպես են օգտագործվում ծրագրավորման մեջ։ Նախ պայմանի օպերատորը, պայմանի բառը, այսպես ասենք, if-ն է Python-ում, որը նշանակում է թարգմանաբար եթե։ If-ը այսպես է, ոնց որ առօրյա խոսակցական լեզվում ենք ասում, եթե այս պայմանը ճիշտ է, ապա կատարիր այս կոդը, ծրագիրը այդպես է հասկանում, հայ, օրինակ մենք ասում ենք, եթե դու 18 տարեկան ես, ապա կարող ես դառնալ ուսանող, կամ եթե դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, ապա դու գրանցված ես Հայաստանի Հանրապետությունում, հա, օրինակ, կամ եթե դու աշակերտ ես, ապա այցելում ես դպրոց, այդպիսի տրամաբանական կապ կա, նույնը կոդի տեսանկյունից։ Հիմա տեսնենք, թե ծրագրում ինչպես է գրվում, կոդի տեսանկյունից, գրվում է if-ը, if-ից հետո գրվում է պայմանը, հիմա մենք կնայենք մանրամասն, հա, թե ինչ էր կարող է լինել։ Պայմանից հետո անպայման դրվում է վերջակետ, հայերեն վերջակետը, երկու կետերը։ Այնուհետև նոր տողից գրվում է, թե մենք ինչ ենք ուզում կատարի ծրագիրը։ Նոր տողից ենք գրում ու 4 բացատ կամ 1 թափ խորքից, այսինքն անպայման պետքա խորքից գրվի, որ ծրագիրը հասկանա, որ այդ քո գրած կոդը վերաբերվում է if-ին, պայմանին։
Այստեղ գրել եմ կարևորի տակ գրված է if-ից հետո գրում ենք պայմանը, պայմանից հետո միշտ դնում ենք վերջակետ, հաջորդ տողում արդեն 4 բացատով ներս ենք գրում։ 4 բացատ կամ tab-ը։ Եթե tab-ը գիտեք, tab ենք անում, մի անգամից ինքը 4 բացատ ներս է տանում։ Այդ ու ասեցի, որ այդ 4 բացատ ներսը ցույց է տալիս, որ տողերը վերաբերվում են if-ին Python-ում։ Մի րոպե, ասա ես բաց էի թողել, որ 4 բացատը 4 բացատ ներս ենք գրում։ Հիմա օրինակով նայենք ավելի པարզ կլինի։ կներես Սերգեյ ջան, հիմա կարևոր է քո Zoom-ի, այս ամեն ինչը մենք լսում ենք, այս պահին կարևոր չի։ Չէ, դե հələ գրելուն չենք ասել, չես տեսնում, որ լսում եք մենք այդ։ Նայեք, չէ, մենք նախորդ դասին պայմանավորվեցինք, որ զուգահեռ չենք գրում, Մենք քանի որ որ անում ենք, շատ ենք ժամանակ կորցնում։ համ դանդաղում է, համ էլ արդյունավետ չի, դրա համար ավելի լավ է դուք նայեք, հետո ես տնայիները կգցեմ, կգրեք, արդեն կհասկանաք։ Ահա։ Մի հատ նորից հարցս։ Հա, հիմա կոդի օրինակով նայենք ինքես ավելի, որ ավելի հասկանալի լինի։ Ահա։ Երեխեք ջան, նայեք։ Ունենք թիվ, փոփոխական եմ պահել, number ու արժեք եմ վերագրել 7-ը։ Գրել եմ if number մեծ է 0, 4 բացատ ներսից։ Ահա։ Տեսեք, օրինակ ես ոնց եմ ջնջեմ գրել, որ ավելի հասկանալի լինի։ Գրեցի, վերջակետը դրեցի, տեսեք, քոլաբում, երբ որ ինքը վերջակետը տեսնում է, if պայմանը տեսնում է, դուք եթե enter եք անում, ինքը ավտոմատ խորքից է գրում։ Կարիք չկա այն խորքից գրել։ Հասկացա։ Ինքը ավտոմատ է անում։ Իսկ եթե ասենք բանով ես աշխատում, հա, Իսկ եթե այլ ծրագրավ, այլ միջավայրերում ես աշխատում, կարիք է լինում, որ պետքա բան անել, բացատները դուք դնեք, բայց այստեղ ավտոմատ է լինում։ Հիմա գնայք, տեսեք, թիվը դրական է։ Օրինակ, եթե ես -8 տպեմ, ինքը չի աշխատի ընդամենը։ Քանի որ ստուգի այս պայմանը չկա, այս պայմանը ճիշտ չի, առաջ չի գնա, կավարտվի ծրագիրը։ Իսկ եթե ստուգում է, որ պայմանը ճիշտ է, ինքը տեսնում է, թե if պայմանի տակ ինչ է գրված, սկսում է կատարել այդ գործողությունը։ Հիմա հասկանանք, եթե ճիշտ է, կատարում է, եթե սխալ է, ոչինչ չի անում, բայց այստեղ էլ լուծում կա, երբ որ մենք այսպես ասած ունենք երկու ճանապարհ, ճիշտ է, մեկ բանանի, սխալ է, մեկ ուրիշ բանանի, օգտագործում ենք արդեն else-ը if-ի հետ։ If else նշանակում է եթե, else-ն էլ, այսպես ասած, հակառակ դեպքում։ Եթե թարգմանենք, էլի նույն ձև ենք գրում ենք if պայմանը, գրում ենք, թե պայմանի ճիշտ լինելու դեպքում ինչ գործողություն կատարի համակարգիչը, հետո գրում ենք else, դնում ենք վերջակետ ու գրում ենք պայմանը։ Ինչու else-ից հետո պայման ու գրում ենք, թե ինչ կատարի համակարգիչը։ Ինչու else-ից հետո պայման չենք գրում, քանի որ else-ի պայմանը, այսպես ասեմ, մեր if-ի պայմանի հակադարձն է, իզուր չենք բարդացնում կոդը, ընդամենը չենք գրում պայմանը։ Այս մասը հասկանալի էր։ Տեսեք, ես այս օրինակով նայեք, ես ունեմ թիվ, ուզում եմ տպեմ թիվը դրական է, ու մենք գիտենք, թիվը լինում է կամ դրական, կամ բացասական, չէ։ Եթե 0-ն հաշվի չառնենք այս պարագայում, էլ չեմ գրում else number-ը փոքր է 0-ից, ինքը ավտոմատ հասկանում է, որ այս else-ի տակ գրված է ինքը ավտոմատ հասկանում է, որ այս else-ի տակ գրված է number-ը փոքր է 0-ից։ Հիմա եթե ես աշխատացնեմ, կասի, որ թիվը դրական է։ Եթե -8-ը աշխատացնեմ, այ կներեք, եթե -8-ը աշխատացնեմ, կասի թիվը ոչ դրական է։ Այսինքն ինքը կստուգի if-ը սխալ է, եթե if-ը սխալ է, ավտոմատ else-ը ճիշտ է ու տպում է else-ի տակի գործողությունը։ Կատարում է։ Այստեղ նույն տրամաբանությամբ
տարիք եմ ստուգել, դուք ձեր անչափը ասեք, քանի որ 16-ը փոքր է 18-ից։ Այստեղ էլ input-ն եք օգտագործում, մուտքագրիր քո միավորը, օրինակ ստացել եք 95 միավոր, դու անցել ես քննությունը, ինքը ստուգում է, որ քո միավորը մեծ է 60-ից, ու կատարում է արդեն if-ի տակ գրված գործողությունը, print դու անցել ես քննությունը, եթե քո միավորը փոքր լիներ 60-ից, օրինակ 50, ինքը կստուգի if-ը, կտեսնի, որ if-ը սխալ է, ավտոմատ միանգամից անցնում է else-ի ու կատարում է else-ի տակի գործողությունը, դու չես անցել քննությունը, պետք է մի քիչ սովորենք։ Շատ տարածված խնդիր է ու այս լավ է պետք հիշել, երբ որ ստուգում ենք թիվը զույգ է թե կենտ, մենք իրար հետ նայել ենք, թիվը զույգ լինելու համար պետք է բաժանենք 2-ի, մնացորդում ստանանք 0, Python-ի լեզվով այդ տոկոս նշանն ենք օգտագործում ու հավասար է համեմատության օպերատորն ենք օգտագործում, այսինքն մեր մուտքագրած թիվը տոկոս 2, հավասար է 0, պետք է լինի, որ թիվը լինի զույգ, մենք գիտենք, եթե թիվը զույգ չի, ուրեմն թիվը կենտ է, դրա համար ես էլ else-ում չեմ գրում կենտ ստուգելու պայման, ուղղակի գրում եմ else, print թիվը կենտ է, ու եթե 3-ը տպեմ, ծրագիրը կասի թիվը կենտ է, տպեմ զույգ թիվ, կասի թիվը զույգ է, ու այդպես շարունակ։ Տեսեք, եթե ես այս print-ը ներսում չգրեմ, ծրագիրը չի աշխատի։ Իրեն անպայման պետք է if-ից ներս ընկած գրեք, որպեսզի ծրագիրը նորմալ աշխատի։ Թե չէ ամեն անգամ խնդիր կտա։ Ու ամենակարևորը, այս վերջին վերջակետը չենք մոռանում։ Տեսեք, եթե այս վերջակետը չդնեմ, ծրագիրը ինձ հուշում է, որ if-ի վերջում վերջակետ չկա։ Դրա համար մի անգամից դնում ենք, որ ծրագիրը չհուշի, մենք իմանանք ավտոմատ։ Այստեղ նաև նշեմ, որ if-ն ու else-ը միաժամանակ երբեք չեն կարող աշխատել, քանի որ իրանք հակադիր են միմյանց, երբեք նման կոդ չի կարող լինել, որ համ if-ը աշխատի, համ else-ը աշխատի, իրենցից որևէ մեկն է աշխատելու միշտ։ Հիմա շատ տրամաբանական այս խնդիրներից խոսեցինք, որ print-ը if-ին հավասար գրելը սխալ կառաջացնի, դրա համար միշտ պետք է ներս գրել։ Հիմա մի շատ տրամաբանական հարց է առաջանում, օրինակ, եթե ես ուզում եմ այդ ստուգումները ոչ թե 2 խմբի համար անել, այլ օրինակ 3 խմբի համար անում։ Օրինակ, ձեր դպրոցում քանի 10-րդ դասարան կա։ Չլսեցի։ 4։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ, որ աշակերտը այդ 10-ի A-ից է, 10-ի B-ից է, 10-ի G-ից է, թե 10-ի D-ից է։ Ես if-ով ու else-ով 2 խումբ կարող եմ, չէ՞, առանձնացնել։ Դրա համար այսպես լավ հարմար գործիք է ստեղծվել, որի անունը elif է, այսպես ասած else-ն ու if-ը կպցրել են իրար, որը մեզ հնարավորություն է տալիս, մենք ինչքան բաժանում ուզենանք, այդքան էլ անենք։ Հիմա երբ ունենք if-ն ու else-ը, մենք ընդամենը 2 ճանապարհ ենք տալիս, բայց elif-ով կարող ենք այդ ճանապարհների քանակը մեծացնել այնքան թվով, ինչքան մենք ենք ցանկանում, ու ենթադրենք արդեն էլի վերադառնանք այն հին խնդրին, որ ստուգում ենք թիվը դրական է, թե բացասական է, բայց այստեղ կա նաև երրորդ տարբերակ, չէ, 0-ն ոչ դրական, ոչ բացասական թիվ է, դրա համար մենք մի հատ պետք է ստուգում անենք 0-ի համար, ես կգրեմ elif number-ը հավասար է 0, print թիվը 0-ն է։ Թիվը 0 է, օրինակ։ Այստեղ է դարձնել թիվը բացասական է։
Թիվը բացասական է։ Տեսեք, որ ես 0 տվեմ, ինքը թիվը 0 է։ Ինքը էլի ոնց է աշխատում, ինքը ստուգում է if-ը, տեսնում է, որ if-ը սխալ է, անցնում է հաջորդը elif-ն է։ Ստուգում է elif-ը, տեսնում է, որ ճիշտ է, ու ինքը միանգամից կատարում է elif-ի տակ գրված գործողությունները, ու else-ին չի անդրադառնում։ Եթե ես այստեղ դրական թիվ գրեմ, ինքը կտպի թիվը դրական է, if-ը ճիշտ է, կաշխատացնի if-ը, ու էլ առաջ չի գնա։ Քանի որ ինքը արդեն, այսպես ասած, մտավ այս ցիկլի մեջ, հասկացա, որ իր գործողությունները if-ի հետ են կապված, if-ի տակի գործողությունները արեց, էլ իմաստ չկա, քանի որ չի կարող մի քանի պայման միաժամանակ ճիշտ լինել։ Կամ սա է ճիշտ, կամ սա է ճիշտ, կամ սա է ճիշտ։ Տեսանք, հա, նույն elif-ը գրելու ձևով գրվում է ինչպես if-ը, գրվում է elif, elif-ի կողքին անպայման գրվում է պայման, ու պայմանից հետո դրվում է վերջակետ։ Կարող ենք երրորդ elif-ը գրել, չորրորդ ու այդպես շարունակ, ինչքան ուզում ենք։ Հիմա ես օրինակ ցույց կտամ ձեզ դրա։ Տեսեք, այսպիսի օրինակ, մենք գիտենք, որ այլ կրթական համակարգերում գնահատականները դասակարգվում են տառերով, օրինակ 90-ից բարձր գնահատականները A դասի են, 80-ից 90-ները B դասի են ու այդպես շարունակ։ Հիմա ես գրել եմ կոդ, որը ցույց է տալիս, թե քո ստացած գնահատականը 0-ից 100 սանդղակով որ դասին է պատկանում։ Նայեք, ես այստեղ գրեմ օրինակ 76, ինքը կտպի C-ն։ Հիմա նայենք։ Ինքը տեսնում է 76-ը ստուգում է 90-ից մեծ չի, առաջ է անցնում։ Հաջորդինն է ստուգում, 80-ից էլ մեծ չի ու անցնում է հաջորդին, հաջորդ elif-ում գրված է, որ 76-ը մեծ կամ հավասար է 70։ Սա ճիշտ է, այս պայմանը, ուրեմն պետք է կատարել այս պայմանի տակի գործողությունը։ Ու ինքը կտպի գնահատականը C դասից է, ու էլ ինքը գործողություն չի կատարել։ Եթե գործողություն կատարել, նայեք, ինքը եթե սրանից հետո փորձեր կոդը առաջ տաներ, ինքը կգար այս elif-ը, կստուգեր, որ 76-ը մեծ է 60-ից ու կտպեր ձեր գնահատականը D դասից է, ու այդ սխալ կլիներ։ Դրա համար ինքը որտեղ որ ճիշտ պայման է գտնում, պայմանի տակ գրվածը կատարում ու ավարտում է։ Ոչ թե ավարտում է, միանգամից գալիս է վերջ, գալիս է else-ի վերջը։ Եթե այստեղ մեկ այլ գործողություն գրված լիներ, օրինակ գրեմ score հավասար է 100 մինուս score 1-ը, հա, որ տեսնեք, որ ինքը այս գործողությունն էլ է կատարում։ Եթե 71-ը տպեմ, տեսեք, ինքը այս գործողությունն է կատարեց, բայց ինքը այս elif-ը ու else-ը չի կատարել։ Քանի որ ինչպես նշեցի, ինքը եթե ճիշտը տեսնում է, ճիշտ պայմանի տակ գրված գործողություններն իրականացնում է ու դուրս է գալիս այս if, elif, else ցիկլից։ Դուրս է գալիս, եթե այլ կոդեր կան գրված, կոդերն իրականացնում է, եթե չէ, ուղղակի ավարտվում է կոդը։ Երեխեք պարզ է, ինչ որ նայում լսում եք։ Քանի որ հարցեր չեն տալիս, ես մտածում եմ, որ պարզ է։ Դե մի քիչ արդեն անջատվել են, ես տեսնում եմ, դրա համար բզբզում։ Որ չեն անում, մենակ լսում են պարզ է։ Խնդիրները առաջանում են, երբ որ սկսում են զուգահեռ ինչ-որ բան անել, չէ։ Հա, շատ այդ դեպքում գիտեք էլի, եթե անում եք ինչ-որ բան, ինչ-որ խնդիր է առաջանում, հանգիստ զանգում եք ինձ, միանգամից խնդիրը լուծում ենք։ Ես էլ եմ, մենք խումբ ունենք, գրել եմ, հենց կանեք, հարցեր կառաջանա, գրում եք։ Հա, անկես Սամվելը։ 5 րոպե մնաց, այդ 5 րոպեն էլ երեխեք ջան սպասեք ու կավարտեք։
Նայեք, այստեղ մի հատ հետաքրքիր բան նայենք ու էլ առաջ չենք գնա, արդեն մյուսները էլի 10 վերջին հատվածը մնաց կնայենք հաջորդ ժամին, եթե չլիներ օրինակ elif-ը, մենք միայն if-էր ունենայինք, եթե ես օրինակ գրեի if score-ը մեծ է 90, if score-ը մեծ է 80, ինքը կստուգեր երկու պայմաններ ճիշտ կլիներ ու ինքը այդպես է կտպեր։ Մեկ վարկյան կարծեմ դա գրած պետքա ունենայի, տեսեք, եթե ես if-ով գրեմ, ինքը կստուգի, որ անճիշտ է, որ ճիշտ է կտպի ան, հետո կտեսնի մի հատ էլ if գրած, ինքը մտածում է, որ ես էլ այլ գործողությունն է, չի մտածում, որ նույն տրամաբանության մեջ է, ինքը եթե երկու if-ա տենում, ինքը երկու առանձին տրամաբանական համեմատություն է ակնկալում, ծրագիրը, մտածում է ես էլ ուրիշ բան է, իմ 95-ը էլի ստուգում է 87 ու տպում է B, բայց չի կարա համ A-ից լինի, համ B-ից լինի, իմ գնահատականը, կամ A-ից է, կամ B-ից է, դրա համար elif-ն ենք օգտագործում, ու եթե ինքը if-ա տենում, if-ը կատարում է, if-ից հետո տեսնում է elif-ը, ուրեմն ասում է իմ if-ը ճիշտ է, ավարտեմ if-ի գործողությունը ու ավարտում ընդհանուր գործողությունը։ Այսքան իմաստով, դե առաջ չգնամ, քանի որ հաջորդ ավելի բարդ են թեմաները, այսօրվա խոսացածի համեմատ։ Չէ, հեսա որ կաշխատենք երեփեք ջան։ Դուք կտեսնեք ինչքան է օգնելու ձեզ պայմանների օպերատորները շատ են օգնում, ծրագրավորման մեջ ու շատ կարևոր են իրենք։ Հարցեր ունեք այս անցած թեմայի վերաբերյալ, որ այսօր նայեցինք։ Չէ, ուղղակի Սերգեյ ջան, դու հիմա ասա մենք պիտի անենք համ 6-րդի թեստը հարցերին պատասխանեինք, ճիշտ է, որ մի օր չենք արել էին մի քանիսը։ Երկու հոգի արել էին երևի, մյուսները չի։ 7-րդը արդեն մյուս ժամին, մյուս շաբաթ կանենք էլի 7-րդը, երբ որ նայեք միասին վիդեո։ Իսկ Գես Անվելյան երեխաները միջև ամսի քանիսն են դասի։ Ուրեմն մինչև 19-ը, այսինքն հաջորդ շաբաթ ավարտում ենք։ Մենք նաև ունենք միջանկյալ քննություն, որը այս մեր անցածի վերաբերյալ է։ Ես մի հատ կհասկանամ, թե ոնց են կազմակերպում, դա լինում է արկա դասին, թե առցանց դասին ու կտեղեկացնեմ։ Թեստը էլի ինչպես մտնում թեստերն են լրացնում, այդպիսի թեստ է, կան տարբերակներ, որոնք նշովի են ու կան հարցեր, որոնք պետքա կոդ գրեն իրենք։ Այդ դաշտում իրենց մոտ օրինակ քոլաբում կոդը գրեն, տեսնեն աշխատում է, այդ նույն copy paste անեն այդ նույն կոդը, արդեն համապատասխան թեստի դաշտ։ Հասկացա։ Դրա մանրամասները մենք կիմանանք փաստորեն մենք ունենք մի շաբաթ ժամանակ։ Այդ ամեն ինչը կիմանանք առաջիկա եթե այսօր չէ, վաղը անպայման պարզ կլինի, էլի ես ճիշտ եմ կասեմ։ Հասկացա։ Եղավ Սերգեյ։ Այդ դեպքում դե լավ մնացեք, եթե ընթացքում հարցեր կունենաք, անպայման կապ հաստատեք ինձ հետ։ Շատ պարզեր, շատ մաչելի ու շատ հետաքրքիր։ Ես էլ եմ շնորհակալ։ Քեզ Սերգեյ ջան։ Ապրեք, ես էլ ձեզ եմ շատ սիրում, ձեր տնայինները կստուգեմ այսօր նոր եք, այսօր եք գցել ու էլի կմտնեք համակարգ, կտեսնեք արդյունքներն էլ, ֆիդբեքերն էլ, թե ինչի է գնահատական իջելիս, եթե գնահատական չի իջնում, ամեն ինչ լավ է, դրա համար ոչինչ չեմ գրում։ Եղավ։ Շնորհակալ։ Շատ լավ, հաջողություն։ Տեսություն։